Բարև ձեզ, ես այսօր ներկայացնում եմ մեր մարմնի հիմքը, մարդու կմախքը։ Մեր մարմնի 206 ոսկորները ապահովում են 3 կարևոր գործառույթներ։ Առաջինը դա կեցվածքն է։ Մարդու կմախքը ապահովում է մեր հավասարակշռությունը։ Նաև մարդու ոսկորները ապահովում են մեր պաշտպանությունը, քանի որ եթե չլինեին ոսկորները, ապա կվնասվեին մեր նուրբ օրգանները։ Բարև ձեզ սիրելի ուսուցիչներ եւ աշակերտներ։ Ես կներկայացնեմ մարդու զգայարաններից ամենակարևորի մասին։ Սա աչքի արտաքին տեսքն է։ Այստեղ մենք տեսնում ենք աչքի պաշտպանիչ շերտերը։ Սա եղջերաթաղանթն է այս հատվածում։ Նրա գործառույթն է լույսի ճառագայթումի բեկումը։ Նաև այստեղ գտնվում է ծիածանաթաղանթը, որը մեզ տալիս է գունային աչքի գույնը։ Այստեղ գտնվում է բիբը, նա բացվածք է, որը ներս է թողում իրեն լույսի ճառագայթներ, որով կարողանում ենք մենք տեսնել։ Ես ձեզ կներկայացնեմ մոլեկուլային կենսաբանության ամենահիմնական հայտնագործություններից մեկը՝ DNT կամ դիզօքսիռիբոնուկլեինաթթուն։ Եթե բջիջը կյանքի միավորն է, ապա DNT-ն այդ կյանքի ծրագրային ապահովումն է։ DNT-ն պատասխանատու է գենետիկական տեղեկության համար եւ DNT-ի շնորհիվ մենք պահպանում ենք մեր կոդը։ 1953 թվականին Ֆրենսիս Քրիգի եւ Ջեյմս Ուոթսոնի հայտնագործության շնորհիվ մենք բացահայտեցինք, որ DNT-ն ունի պատմության ամենազարմանալի եւ տարօրինակ կառուցվածքներից մեկը 3 մասից։ Առաջինը դա ֆոսֆատային խումբն է, երկրորդը ազոտային հիմքը եւ երրորդը ածխաջուր կամ դիզօքսիռիբոզշաքար։ DNT-ն ունի կրկնակի պարուրի ձև, որը նմանված է պտտվող աստիճանների կամ ոլորված պարանի։ Նաև կուզեի ավելացնել, որ DNT-ն շատ երկար է եւ աներևակայելի երկարության է հասնում, որը խնամքով տեղակայված է մեր բջիջներում եւ ոչ միայն պահպանում է մեր գենետիկական կոդը, այլ նաեւ պատասխանատու է օրգանիզմի աշխատանքի համար։ Ես կխոսեմ կյանքի հիմնական միավորի՝ բջջի մասին։ Բոլոր բջիջները, անկախ նրանց տեսակից, ունեն կառուցվածքային 3 հիմնական մաս. բջջաթաղանթը, ցիտոպլազման, այստեղ էլ կարող եք նայել, եւ միջուկը։ Մեր բջջաթաղանթը կատարում է, կարելի է ասել, դարպասների դեր։ Թույլ է տալի կամ թույլ չի տալի որոշ նյութերի մուտք։ Թույլ է տալի սնունդի ջրի մուտքը եւ դուրս է հանում թափոնները։ Ցիտոպլազման այն նյութն է, որը լցնում է բջջաթաղանթի եւ միջուկի միջև եղած տարածքը։ Իսկ միջուկը կարելի է ասել կառավարման կենտրոնն է։ Այնտեղ է պարունակվում Արթուր ներկայացրած DNT-ն եւ կառավարում է մնացած գործառույթները, ինչպիսին են օրինակ աճը, բազմացումը եւ այլն։ Նաև կուզեմ խոսել մի փոքր բջջի հիմնական օրգանների մասին։ Բջջային կենտրոն, գալորինի հիմնական հատվածը, ռիբոսոմ, էնդոպլազմային ցանց եւ այլն։ Եթե խոսենք, երկար կխոսենք։ Այսօրվա մեր փորձով կհասկանանք արդյոք բանանի մեջ DNT կա թե ոչ։ Առաջին հերթին այն կվերցնենք բանանը եւ այն կճուզենք։ Մենք պետք է ավելացնենք ամանի հեղուկ, ջուր եւ մեկ թեյ գտալ աղ։ Ապա բանանը եւ այս հեղուկը իրար խառնենք։ Եվ նորից շատ լավ խառնենք։ Հետո այս հեղուկը պետք է քամենք։ Ասպիրտ, որ մենք շատ կամաց պետք է մի փոքր խառնենք եւ մենք կարող ենք տեսնել որոշ թելիկներ, սպիտակ թելիկներ։
այդ բարակ թելիկները դնթն են բանանի։ Դնթ։ Այսպեսով այս փորձով մենք ապացուցեցինք, որ բանանի մեջ կա դնթը եւ ցույց տվեցինք այն ձեզ։